Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ 2020 թվականի հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանքեր է առաջադրվել 2 դրվագով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով այն է առանձնապես խոշոր չափերով վատնում եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով այն է լրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, նշված հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար։ Փաշինյանի քաղաքականությունն ավելի աղետալի կլինի, եթե նրա քաղաքական ուժը վերընտրվի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի ստատուս քվո հաղորդաշրջանակներում հայտարարել է շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հետագից չունեցող քաղաքականություն է, անգամ կարելի է արդյոք դա համարել որպես քաղաքականություն, կդժվարանամ ասել։ Դրա հետևանքները եւ դրա աղետալի իրավիճակները կարող են անգամ աղետալի դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ իմ գնահատմամբ, եթե առավել եւս նրանց այս վերջին 7-րդ համաժողովի ընթացքում հրապարակած հռչակագրի կամ կետերը նկատի ունենալով, եթե մենք ամբողջ ժողովրդով չգիտակցենք, եթե քվեով օժտվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, ապա խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Այս առումով ես կարծում եմ, որ նրանց քաղաքական կրավորական կեցվածքը եւ ոչ ճիշտ եւ պատշաճ ընտրված քաղաքական ուղղությունը ամենևին էլ չեն պատասխանում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի գլխավոր գոյութենական պահանջներին։ Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիքը բոլորին հասնում է։ Սերժ Սարգսյանն այս 7 տարիների ընթացքում, ինչպես իր կուսակից մյուս ընկերները, տարաբնույթ քաղաքական հետապնդումների եւ շինծու քրեական գործերի ու դատական նիստերի մեջ է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Սա շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է քաղաքական մրցակիցներին տարաբնույթ պետական լծակներով իրավապահ համակարգը շահարկելով քաղաքականությունից դուրս թողնելու փորձերով, ասել է Աշոտյանը։ Նա կարծում է, թե Հայաստանում հակաժողովրդավարական զարգացումները կարելի է կանխել 2 մեխանիզմով։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումն է, իշխանափոխությունը, ինչն այս պահի դրությամբ չի ստացվում։ Ցավոք ընդդիմադիր ուժերի մի զգալի մասն ավելի շատ մտածում է ընտրությունների կատեգորիայով, քան օր առաջ այդ խնդրին համատեղ ուժերով լուծում տալու հրամայականով։ Երկրորդը դրսի ճնշումներն են, որոնք չեն լինի, որովհետև ժողովրդավարության համար աշխարհով մեկ պայքարիստի անուն հանած Արևմուտքն առաջնորդվում է բացահայտ երկակի ստանդարտներով, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը դրսում սպասարկում է իրենց համար համադրելի եւ ընդունելի շահեր, ներսում նրանք պատրաստ են ամեն ինչի դեմ աչք փակել, ասել է Արմեն Աշոտյանը։ Չինաստանը նոյեմբերի 10-ից սկսած 1 տարով կդադարեցնի ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 24% մաքսատուրքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարարությունը։ Նշվում է, որ ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 10% մաքսատուրքը կմնա ուժի մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ սա կնպաստի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանը եւ օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին։ Եթե Լիտվայի տարածքի վրայով ենթադրաբար Բելարուսից թռչող օդապարիկների հետ կապված խնդիրը վերջնականապես լուծվի, երկու երկրների միջև սահմանը կարող է վերաբացվել։ Այս մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի խոսնակ Յոուզաս Օլեկասը։ Ձեռնարկված միջոցները կունենան ազդեցություն, վերջին օրերին օդապարիկներ չեն եղել։ Անկախ Բելարուսի ռեժիմի արձագանքից մենք դեռ ցանկանում ենք, որ կյանքը շարունակվի եւ սահմանները մի օր վերաբացվեն, ընդգծել է Օլեկասը։ Ռումինիան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կործանիչներ Ուկրաինայի սահմանին հայտարարված օդային տագնապի պայմաններում։ Ինչպես հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը, օդ են բարձրացվել 2 F-16, որոնք տեղակայված են Ֆետեշտի ավիաբազայում, եւ 2 գերմանական Եվրոֆիխտեր տիպոն տեղակայված Միխայել Կոգելնիչանու բազայում։ Նրանց առաջադրված է եղել ազգային օդային տարածքի անվտանգության, ապահովման եւ ցանկացած հնարավոր խախտման կանխման առաքելություն։ Նշվում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերը ստացել են թույլտվություն անհրաժեշտության դեպքում ոչնչացնելու օդային թիրախներ, եթե դրանք սպառնան երկրի տարածքային ամբողջականությանը։ Դեպքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում աճում է զգոնությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով։ Ավելի վաղ Բելգիայում սկանդալ էր բռնկվել կապված 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հետ,
որոնք քննադատվել էին իրենց բարձր արժեքի եւ ավելորդ մարտական հնարավորությունների համար։ Արեգակի վրա 24 ժամվա ընթացքում տեղի ունեցել X մագնիտուդով երկրորդ բռնկումը հայտում է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակտային աստղագիտության լաբորատորիան։ X1-2 մագնիտուդով եւս մեկ բռնկում տեղի ունեցել արեգակտային սկավառակի հենց եզրին, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք նաեւ պարզաբանել են, որ հնարավոր պսակային զանգվածային արտանետումը չի ազդի երկրի վրա։ Նախորդ համեմատելի հզորության բռնկումը տեղի ունեցել երեքշաբթի երեկոյան։ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը նախատեսում է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի դեմ պատժամիջոցները, ով երկուշաբթի օրը Սպիտակ տանը պետք է հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը հղումանելով փաստաթղթին։ Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում վերացնել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի դեմ պատժամիջոցները։ Հստակ չէ, թե երբ կարող է բանաձևը քվեարկության դրվել։ Ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ ձայն եւ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չկիրառել։ Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը մի քանի ամիս է ինչ կոչ է անում անվտանգության խորհրդին մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Ուկրաինան մարդկային ռեսուրսների պակասի պատճառով կներդնի ժամկետային զինվորական ծառայության համակարգ։ Իլրուման Ուկրաինայի զինված ուժերում գործող զորակոչի համակարգի հաղորդում է The New York Times-ը։ Ըստ թերթի, մինչև վերջերս ուկրաինացի զինծառայողները ծառայում են մշտական պայմանագրերով, որոշում է կայացվել հրաժարվել այս համակարգից, քանի որ այն համարվում է միակողմանի տոմս դեպի առաջնագիծ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է նոր համակարգի համաձայն զինվորականները կկարողանան կնքել ժամկետային պայմանագրեր 1-ից 5 տարի ժամկետով։ Նա հավելել է, որ նոր զորակոչի համակարգը չի փոխարինի զորահավաքին, սակայն 2 կամ ավելի տարի ժամկետով պայմանագիր կնքած զինվորները կստանան 1 տարվա հետաձգում ապագա զորահավաքից դրա ժամկետը լրանալուց հետո։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բրյուսելը քննարկում է Եվրամիության նոր անդամների փորձաշրջանի ներդրման գաղափարը։ Նրա խոսքով այս քայլը նպատակ ունի կանխել այն իրավիճակները, երբ անդամակցության դիմող երկրները հետագայում կարող են գործել միության շահերին հակառակ։ Ես չեմ ցանկանում դառնալ այն հանձնակատարը, որը Եվրամիությունում տեղ է տվել տրոյական ձիերին, որոնք 5, 10 կամ 15 տարի անց կսկսեն վնասել միության։ Նշել է Կոսը, չպարզաբանելով, թե ինչպես կգործի այս մեխանիզմը եւ ինչ սահմանափակումներ կդրվեն նոր անդամների վրա։ Նրա հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է բացել Եվրամիության անդամակցության բանակցությունների մի քանի փուլեր, ընդգծելով, որ Կիևը շարունակում է ինտեգրման ուղին, չնայած ներքին եւ արտաքին մարտահրավերներին։ Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ M23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը 2-րդը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Մրցաշարի լավագույն ծանրորդները Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են։ Բնակիչների պահանջը կատարվել է, աղտոյանները հեռացել են Մերձավանից, այս մասին հայտնել է հրապարակը։ Մերձավանում ապրող ԿՊԱ-ական աղտոյանների Գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին իրականացնում գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ, ինքնաբուխ էր։ Մարդիկ վրդոված էին իրենց համագյուղացու Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ազգուտակի դեմ։ Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել։ Ըստ տեղեկությունների, բնակիչների պահանջը կատարվել է։ Աղտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից եւ նրանց հեռանալուց տեղյակ է նախաքննական մարմինը, քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել, թե ինչպես է տեղի ունեցել աղտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց։ Միայն ասել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց, անվտանգության տեսակի հետ կապված մեկնաբանություն չեն արել։
Ծափաթաղից անհետ կորած եւ 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդ։ Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Երեկ էր Գեղարքունիքի մարզպետարանում խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրվել, որի արդյունքում որոշվել է երեխաներին անհապաղ տեղափոխել աջակցության կենտրոն։ Մամիկոն Գալոյանը հայտնել է նաեւ, որ տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը եւ գնալ հայրական տուն։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է երեխայի հայրը, նա կալանավորվել է։ Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ 34-ամյա մահմետական սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում նախնական ոչ պաշտոնական արդյունքներով ստանալով ձայների 50.35%-ը։ Ես կլինեմ քաղաքապետ յուրաքանչյուր նյույորքցու համար, անկախ նրանից դուք քվեարկել եք իմ կամ Էնդրյու Կուոմոյի օգտին, թե չափազանց հիասթափված եք եղել վաղուց աշխատող քաղաքական համակարգից ընդհանրապես քվեարկելու համար։ Ես կաշխատեմ լինել այնպիսի քաղաքապետ, որով դուք կհպարտանաք, հաղորդում է հրատարակությունը։ Մամդանին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ նրա մրցակից Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն զարմանալիորեն ընդունել է իր պարտությունը։ Նշենք, որ 34-ամյա Մամդանին կդառնա քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը վերջին 100 տարվա ընթացքում, ինչպես նաև առաջին մահմետականը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Նյու Յորքի քաղաքային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կես դարից ավելի ընթացքում առաջին անգամ 2 միլիոն մարդ է քվեարկել Նյու Յորքի քաղաքային ընտրություններում, որոնք կորոշեն նոր քաղաքապետին։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ 1969 թվականից ի վեր առաջին անգամ հասել ենք 2 միլիոն ձայնի նշագծին, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։ Նյու Յորք քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 8.5 միլիոն։ Նախորդ 2021 թվականի քաղաքապետի ընտրություններին մասնակցությունը կազմել է 1.15 միլիոն մարդ։ Քաղաքապետի ընտրություններից բացի նյույորքցիներին խնդրվել է քվեարկել մի քանի քաղաքային պաշտոնների համար, այդ թվում շրջանային դատախազի եւ քաղաքային խորհրդի անդամի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու որոշումը թույլատնում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը եւ ցույց է տալիս լարվածության աճը, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Կարծում եմ, սա համաշխարհային համակարգի թույլատում է, հնարավոր է նաեւ չտարածման համակարգի։ Սա գոյություն ունեցող խորը ճգնաժամի դրսևորում է, ասել է Գրոսին։ Նա նման փորձարկումները որակել է որպես մկանների ցուցադրում եւ սեփական կարողություններ ցուցադրելու ցանկություն։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նաև կասկածի տակ է դրել Թրամփի այն պնդումների իսկությունը, որ Ռուսաստանը եւ Չինաստանը գաղտնի միջուկային փորձարկումներ են անցկացնում։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ ընթացել է Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Նիստի մասին նախապես հայտարարված չի եղել, միայն 3 երեկոյան են տեղյակ պահել, որ այսօր կկայանա դատական նիստը։ Դատավորը հայտարարել է, որ երեկուշ երեկոյան հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց, նաև բացակայելու արգելք կիրառելու մասին։ Այդ իսկ պատճառով հրատապության կարգով այսօր դատական նիստ է նշանակվել քննելու նշված միջնորդությունը։ Դատավորը որոշել է նիստ անցկացնել դռնփակ։ Սերժ Սարգսյանը ներկայում մեղադրյալ է մի քանի քրեական գործերով։ Դրանցից մեկը վերաբերում է վառելանյութի գործին, որը վերաքննիչ դատարանը վերադարձրել է առաջին ադյան նոր քննության։ Բացի այդ, նա մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ անօրինական հողային գործարքներ իրականացնելու եւ կաշառք ստանալու համար։ Երրորդ նախագահը բոլոր մեղադրանքները չի ընդունում, դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Նոյեմբերի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը բացվել է տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ամենայն հայոց կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար եւ արդյունավոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին հայրենական կյանքի մարտահրավեր
նվերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների եւ հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության պահպանման, եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաեւ նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հայտարարել է, թե չունեն տվյալ, որ Նաթան Սրբազանի ու Աղա Նաբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է։ Պարզ եմ ասում, այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսվում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ։ Այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել։ Ազգային ժողովում հայտարարել է նա։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս վարույթները նրա համար են, որ կարողանան հետո կալանավորել վեհափառ Հայրապետին, Արթուր Պողոսյանը վստահեցրել է, թե իբր իրենք որևէ վարույթով որևիցե նպատակ չունեն։ Իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։ Նախկին գավազանակիր Աղա Նաբեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե իբր ստիպում է ինչ-որ միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։ Նիկոլ Փաշինյանը կալանավորելու է վեհափառին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի հետ զրույցում ասել է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով եկեղեցու դեմ պայքարն ունի զրոյական աջակցություն, ինչը Փաշինյանն ինքը հասկացել է։ Երբ որ ոստիկաններին հագցնում են քաղաքացիական անձանց հագուստ, երբ որ մարդկանց զաստավիտով բերում են Հովանավանքի պղծությանը, Նիկոլը հասկացավ, որ իր ակցիան, ինչքան էլ արտահոսք կազմակերպեցին Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի, որի վերաբերյալ իհարկե քրեական վարույթ է հարուցված, ինքը հասկացավ, որ դա հանրային աջակցություն չունի, բայց քանի որ ես Նիկոլին շատ լավ եմ ճանաչում, նույնիսկ անգամ հանրային աջակցության, անգամ զրոյական հանրային աջակցությամբ, իսկ եկեղեցու դեմ իր գրոհը ունի հանրային զրոյական աջակցություն, որովհետև անգամ ՔՊ-ականները, ովքեր բերման են ենթարկվում, նրանցից շատերը հետո գնում են տարբեր քահանաների մոտ մեղքերի թողության աղոթք են ստանում, բայց նույնիսկ անգամ հանրային աջակցության, եթե ինքը որոշել է հասնել միջև վեհափառին, ինքը հասնելու է։ Շատերը ասում են դեհո վեհափառին չի կալանավորելու, ես էլ ասում եմ կալանավորելու է, առանց աչքը թարթելու դա էլ է անելու։ Բայց այս լրությամբ Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի միջև նոյեմբերի 10-ին սպասվող հանդիպումը։ Այս մասին հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ես կարող եմ հաստատել, որ այս հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը այստեղ Սպիտակ տանը, ասել է Լևիթը ի պատասխան հանդիպման վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով առաջիկա հանդիպումը Թրամփի խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերի մի մաս է։ Նոյեմբերի 1-ին Axios-ը հղումանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին հաղորդել էր, որ Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Ալ-Շարային։ Լիբանանը նախընտրում է դիվանագիտական միջոցները Իսրայելի հետ հակամարտությունը լուծելու համար եւ բանակցությունները համարում է օկուպացված տարածքների ազատագրմանը հասնելու միակ միջոցը։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը Բաբդա պալատում Նիդերլանդերի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպումից հետո բանակցություններ սկսելու որոշումը լիբանանցի ժողովրդի համար համընդհանուր ազգային ընտրություն է։ Մենք կարծում ենք, որ դիվանագիտական երկխոսությունն ավելի լավ է, քան ռազմական գործողությունների շարունակությունը, սակայն Իսրայելը չի արձագանքում մեր կոչերին եւ ամեն օր հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավում եւ Բեքա հովտում ընդգծել է քաղաքական գործիչը, ինչպես մեջբերում են նախագահի մամուլի ծառայությունը։ Աունը նշել է, որ Իսրայելի հարձակումները սրում են լարվածությունը, վտանգում խաղաղ բնակիչների կյանքը եւ խոչընդոտում պատերազմից տուժած համայնքների վերականգնմանը։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ներդնել վիզային նոր մեխանիզմ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար Եվրամիությանը ինտեգրման ուղին վերադառնալու նպատակով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ Նոյեմբերին հուսով է մենք ունենանք վիզային կասեցման նոր մեխանիզմ, որը թույլ կտա նոր միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, պարզաբանել է եվրահանձնակատարը։ Կոսի խոսքով Վրաստանը հեռանում է Եվրամիությունից եւ նրա անդամակցության իրական գործընթացը փաստացի կասեցված է 2024 թվականից ի վեր։
Սահմանափակվել է Մոսկվայի Կարմիր հրապարակ մուտքը, փակվել են Նիկոլսկայա փողոցից եւ Վոսկրեսենսկի դարպասից մուտքերը։ Այս մասին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները։ Սահմանափակ է նաեւ մետրոյի ելքելի շահագործումը դեպի Մանեժնայա եւ Կարմիր հրապարակներ։ Նոյեմբերի 7-ից 9 Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվում է բացել կենթանի պատմությունների քաղաք թանգարանը, որը նվիրված է 1941 թվականի ռազմական շքերթի 84-ամյակին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել Մինինի եւ Պոժարսկու հուշարձանին, նշելով ազգային միասնության օրը։ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աջակցություն է ցուցաբերում կանոնական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, հայտարարել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Այո, իհարկե աջակցում ենք, պատասխանել է պատրիարք Կիրիլը լրագրողների այն հարցին, արդյոք Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն։ Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները մտահոգություն էին հայտնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքների վերաբերյալ, որոնք սահմանափակում են կրոնի ազատությունը եւ կրոնական գործունեությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ խաղաղության համար կա մի երաշխիք եւ դա երրորդ երկիրը չէ։ Խաղաղապահները չեն, այլ այն է, որ այն համաձայնագրերը, որոնք ստորագրվում են, ձեռնտու են եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը հարատեվություն երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտելու այդ պայմանագիրը։ Իմ պատկերացմամբ նաեւ Ադրբեջանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու այն խախտելու, ասել է Արարատ Միրզոյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ու Վաղար Շաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Նոյեմբերի 16-ին համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են սպասվում։ Դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն եւ 1 դաշինք։ Քաղաքացիական պայմանագրից եւ հանրապետությունից բացի մնացածը հասկանում են Վաղար Շաբաթում իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի եթերում հայտարարել է Մայր Հայաստան վարչության անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նա ասել է, որ բոլոր տեղերում ժողովուրդը մերժում է այս իշխանությանը։ Հիմա ընտրակաշառք չկա կամ մենակ վարչական ռեսուրս։ Հասկանում եք, բայց ձեր համաձայն է, որ հենց ընդդիմադիր տեխնացուն հաղթում է, իրանք կամ սպանվում է այդ տեխնացուն կամ քրեական գործ է բացվում։ Այդ նորիվ համաձայն եմ, բայց տեսեք մի հատ ուրիշ բան ասեմ ձեզ։ Դա ցույց է տալիս, որ փաստացի տեղերում ժողովուրդը այս մարդկանց մերժում է։ Համաձայն եք սրա դուք։ Բոլոր տեղերում, Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում, որտեղ ասես, որտեղ ընտրություն գնացել է, տեղում ժողովուրդը մերժել է։ Այսինքն փաստացի ժողովուրդը ցույց է տալիս, որ մենք մերժում ենք այս իշխանությունը, բայց ձեր քաղաքական վեհնախավը, այսինքն ձեր նկատի ունեմ Հայաստանի քաղաքական վեհնախավը, փոխանակ այդ ժողովրդի պահանջը բերնի, սկսում է բամբասանքներով զբաղվել, որ ընտրություններով չի լինում, ընտրություններով կարող է չստացվի, բան։ Այսինքն ժողովուրդը գնում է ընտրություններով իր քվեն տալիս է։ Այդ դեք ինչի է իշխանությունը կարող Մարսի սպանությունը, ձերբակալությունը, որովհետև մեր քաղաքական վեհնախավի մեջ, լրագրողական վեհնախավի մեջ, կներեք ասենց ասեմ, քաղաքագիտական վեհնախավի մեջ կա թերահավատություն ընտրություններով միջոցով իշխանություն փոխելու համար։ Ազգային միասնության օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Ռուսաստանի նախագահի կողմից arczepiskopos Եզրասի պարգևատրումը կարելի է դիտարկել որպես հստակ մեսիջ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հայ առաքելական եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեվորականների դեմ Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ վերջին հարձակումների ֆոնին։ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին մեղադրել էր իբր օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է ու ոչ մի բան, ով է հարց տալիս KGB-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, ոչ մի բան։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Այս խելագարությունը սենց բան ոնց կարող է լինել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցոպատասխանի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանը այս պահին ԱՄՆ-ին չի փոխանցում շփման գծի քարտեզները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս պահին չենք փոխանցում, երբ շփումներ կային, բնականաբար քարտեզների վերաբերյալ բացատրություններ տրվել են, ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Վաշինգտոնին փոխանցում է իր տարբերակը շփման գծի քարտեզների մասին։ ԱՄՆ-ի ավիափոխադրումները մեկ շաբաթվա ընթացքում կհայտնվեն մեծ քաոսի մեջ, եթե կառավարության գործունեության դադարեցումը շարունակվի, երեքշաբթի օրը զգուշացրել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։ Եթե կառավարության գործունեության դադարեցումը տևի եւս մեկ շաբաթ, կտեսնենք զանգվածային քաոս։ Լրագրողներին ասել է նա, մեկնաբանելով ԱՄՆ-ում կառավարության կողմից սահմանված շատդաունի հնարավոր հետևանքները։ Դաֆին հավելել է, որ այս դեպքում երկիրը կարող է բախվել չվերթների լայնածավալ չեղարկումների եւ ուշացումների, ինչպես նաեւ օդային տարածքի որոշակի հատվածների փակման։ Բրյուսելի Զավենտեմ միջազգային օդանավակայանը երեքշաբթի երեկոյան ամբողջությամբ փակվել է երկնքում անօդաչու թռչող սար հայտաբերելուց հետո։ Հաղորդում է Բելգան, տեղեկությունների համաձայն մի քանի ժամանող չվերթներ վերահասիագրվել են Բելգիայի այլ օդանավակայաններ, մասնավորապես Լիեժ։ Հաղորդագրության համաձայն երկնքում նկատվել է առնվազն 1 անօդաչու թռչող սար։ Գերմանիայի մի քանի քաղաքներ տնտեսական պատճառներով չեղյալ կհայտարարեն իրենց ավանդական սուրբ ծննդյան տոնավաճառները, հայտնում է Bild թերթը։ Այդպիսի քաղաքներից մեկը Օվերատն է, հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում նշվում է, որ ահաբեկչական բարձր սպառնալիքի պատճառով անվտանգության միջոցառումները պահանջել են լրացուցիչ ռեսուրսներ, որոնք տոնավաճառի կազմակերպիչը չունի։ Սուրբ ծննդյան շուկաները կչեղարկվեն նաև մի շարք այլ գերմանական քաղաքներում, մասնավորապես Համբուրգի, Ռայլշտեդ շրջանում շուկանչի գործի եկամուտների կրճատման պատճառով։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ֆինանսական հաշվարկների գրեթե ամբողջ ծավալը 99.1%-ը այժմ իրականացվում է ռուբլով եւ յուանով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում այսօր մեր փոխադարձ հաշվարկների 99.1%-ը կատարվում է ազգային արժույթներով, ռուբլով եւ յուանով, նշել է Սիլուանովը, ընդգծելով, որ դա երկկողմ առևտրի ֆինանսական անկախության կարևոր ցուցանիշն է։ Նախորդ ամսվա վերջին նաեւ հաղորդվել էր, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են Մոսկվայի բորսայում թողարկել յուանով անվանված պարտատոմսեր մինչև 400 միլիարդ ռուբլու ընդհանուր ծավալով։ Միաժամանակ Կենտրոնական բանկը նոյեմբերի 2-ին նվազեցրել էր դոլարի եւ յուանի փոխարժեքները, ամրապնդելով ազգային արժույթի դիրքերը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։ Խաչատուրյանը նոյեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները արտասահմանյան գործընկերների հետ։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովին խաղաղության քույզ զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ խորագրի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը կպատասխանի համաժողովի մասնակիցների հարցերին։ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում քաղաքացիների վարկային պորտֆելը հասնում է 7 տրիլիոնի եւ շատ դժվար է կառավարել ու վերահսկել յուրաքանչյուր զեղծարարության դեպք։ Այս մասին այսօր նոյեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա վստահեցրել է աշխարհում չկա մի երկիր, որի բանկային համակարգում չլինեն զեղծարարություններ։ Այս ուղղությամբ Կենտրոնական բանկը պարբերաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Մեր նպատակն է, որ այդ դեպքերի քանակը հասցնենք նվազագույնի եւ հետո կարողանանք ինստիտուցիոնալ լուծումներ տալ, նշել է Գալստյանը։ Նա պատմել է, որ այսօր իրեն ցույց են տվել մի թուղթ, որի վրա կեղծել են իր տեղակալի ստորագրությունը։ Իհարկե նման ստորագրություն նա չունի, սակայն այդ թղթի վրա դրել են սոցիալական ապահովության ինչ-որ հիմնադրամի կնիկ, որպեսզի կարողանային ինչ-որ զեղծարարություն անել։ Սա ասում են, որ մեր քաղաքացիներն ամեն անգամ անվտանգության հիգիենայի կանոնները պահեն։ Եթե զանգ են ստանում ֆինանսական ինչ-որ կառույցից, լինեն կասկածամիտ, միանգամից չվստահեն, անջատեն զանգը, հետ զանգեն։ Այսինքն անպայման ինչ-որ քայլեր անեն համոզվելու համար, որ իրենք խոսում են այն մարդու հետ, ում հետ ուզում էին, ընդգծել է Կենտրոնական բանկի նախագահը։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում եւ մարզերում նոյեմբերի 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։